Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 հանրային ռադիոյի ուղիղ եթերի ժամը, սիրով ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր այս պահին միացել են մեզ։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, մենք կազմ պատրաստ ենք, խոսափողները միացված են, ականջակալներն արդեն դրված են, Սուրճովլի բաժակները պատրաստ են, քաղցրն մի կողմից։ Այո, հետևել ենք ձեր խորհրդին եւ որոշել ենք այսօր ոչ միայն սուրճ խմել, այլև քաղցրն բոշխնել, վայելել։ Սուրճ ու սեր առավոտից, միայն ու միայն հանրային ուղիղ եթերից ամեն աշխատանքային օր ժամը 9:30-ից։ Այսօր առավոտյան հանդարտ ժամուկես լսելու եք Տիգրան Հարությունյանի Եվ ոչ միայն, նաև Լուսինե Մուրադյանի ձայնը։ Մենք մենակ չենք։ Այո, եւ եթե դուք ուզում եք մեզ նաև դիտել, մուտք եք գործում on-line հարթակ Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ։ Միացեք մեզ, լավ տրամադրություն, հաջող աշխատանքային օր բոլորիս, մենք սկսում ենք։ Այո, արթնացեք ամպերից վեր, լիքը սեր, ժպիտ ու լավ տրամադրություն բոլորիս։ Բարի լույս ենք ասում եւս մեկ անգամ բոլորիդ, հուսամ ռիթմերը ակտիվացրեցին ձեզ, ինձ որ հաստատ շատ ակտիվացրեցին, առհասարակ նման թեթև հավես երգերը։ Այո, պետք է շատ լինեն։ Լավ լիցքեր են փոխանցում ու պետք է շատ լինեն, այո։ 9:34, դուք լսում եք հանրայինի առաջին ալիքը, մայիսի 6-ն է, օրը 3 շաբթի։ Այո։ 3 շաբթի է այսօր։ Ասենք տարվա 126-րդ օրն է, օրացույց կմտնենք քիչ անց, իսկ մինչ այդ առաջարկում ենք օրվա անհրաժեշտ տեղեկատվության պաշարը հենց հիմա։ Թարմացնել ձեզ հետ միասին, սիրելի ռադիո լսողներ, դե ինչ գնացինք։ Սկսենք փակ ճանապարհներից։ Այո, դեռ բաց չէ, մեր այսպես ասած բաղձալի եւ սպասելի։ Տիգրան, մի առաջարկ ունեմ, որ օրը որ մենք եթերում ասենք, որ Արագածոտնի մարզում Ամբերտ Բարձր Լեռնային օդանավության կայանից Քարիլիչ ավտոճանապարհը բաց է, այդ օրը գնում ենք այնտեղ եթերից հետո։ Գնանք, հեռու է շատ։ Մեղքը չենք։
Բայց գնանք ինչ անենք ասա։ Լուսանկարվենք այնտեղից տենց։ Չէ, շատ շնորհակալ եմ։ Խնդրում եմ։ Արի ավելի հարմար եւ մոտիկ տեղ գնանք։ Բայց ուզում ենք ասենք, որ փակ է դեռ այդ ճանապարհը, այս տարի ինչ որ շատ է ձգձգում, ուզում եմ անդադար իր մասին խոսենք ըստ երևույթին եթերում։ Կարևորը որ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս պահին Մարաքաղաք Երևանում 12 աստիճան տաքություն է։ Մայիսի 6-ի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, նաև 8-ին եւ 10-ին եւս առանձին շրջաններում փաստորեն կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ճիշտ ասած։ Մի քիչ ցրտել էր, մի քիչ, բայց խնդրում ենք ձեզ հետ ունեցեք անձրևանոց եւ տակ վերնահագուստ փոքր, որ հանկարծ երեկոյան չմրսեք։ Բայց հավելենք, որ օդի ջերմաստիճանը մայիսի 7-ից 10, այսինքն վաղվանից աստիճանաբար կբարձրանա 4-ից 7 աստիճանով։ Հատուկ քեզ համար է, որ այդ օրվանից բարձրանում է օդի։ Ինչ վերաբերում է Մարաքաղաք Երևանին, ապա այսօր մայիսի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է դարձյալ կարճատև անձրև եւ ամպրոպ շելներս եւ մայիսի 7-ին իդեպ վաղը սպասվում առանց տեղումների եղանակ ռադիոյի օրը վաղը մենք կնշենք առանց տեղումների։ Ոչ միայն ռադիոյի օրը Տիգրան ջան, դե գիտես որքան կարևոր օր է մեզ համար հիրավի։ Լավ, դրա մասին արդեն վաղը։ Խնդրեմ։ Գնանք արժեթղթերի շուկա։ Հասնենք ֆինանսական աշխարհ եւ տեղեկանանք, որ ամերիկյան դոլարն այսօր 389 դրամ 46 լումա է, եվրոն 441 դրամ 84 լումա, ռուբլին ռուսական 4.8 է, բրիտանական ֆունտ ստերլինգը 518.41։ Չինական յուանն էլ 53.5 չի փոխվում։ Թողել եմ դա քեզ էլ այդ։ Բայց ինչ կայուն լավ դրամ է, հələ ասա։ Յուան։ Բայց լավ է հնչում յուան։ Շատ սիրուն։ Շատ նուրբ, քնքուշ, ականջոյող։ Իմիջիայլոց on-line հարթակում ակտիվացել են մեր ռադիոլսողները, ջերմ ողջույններ ձեզ սիրելի ռադիոլսողներ, Զվարթ Բարսումյան, Էդիկ Բաբուջան, Վարդուշ Մաթևոսյանն ասում է ռիթմերը համահունչ էին Սիսիանում տեղացող անձրևի հետ։ Բարի լույս ու լավ տրամադրություն Հայաստանս։ Բարի լույս բոլոր բոլորին։ Բարի լույս։ Անկախ նրանից, թե Հայաստանի որ հատվածից եք մեզ դիտում եւ լսում։ Վայելեք առավոտը մեզ հետ, իսկ քիչ անց մոտ կգործենք օրվա օրացույց։
Սուրճ ու սեր առավոտից։ Երկի ընթացքում մենք հասցրեցինք լրացնել մեր քաղցրի բաժինը եւ Այո, Տիգրան ջան, հիմա լավ ես քեզ զգում։ Շատ։ Ինչ անում եմ քո համար եմ անում։ Տեսնում ես իմ դեմքի այսպես գոհ արտահայտությունը, նույնիսկ ձայնիդ երանքն է փոխվել, Տիգրան, ձայնիդ երանքը։ Բայց ես քաղցրը չեմ շատ չարաշահում ասեմ։ Գիտեմ Տիգրան ջան, դու շատ առողջ ապրելակերպի կողմնակից ես։ Ինչ խոսք ջեր ողջույններ ձեզ։ Կարծում եմ այս ռիթմերը եւս արտնացրեցին ձեզ։ Գուցե ձեզնից շատերը առավոտյան նախավարժանքել հասցրեցին անել այս ռիթմերի ներքո։ Այստեղ է Դիկ Բաբուջյանն ակնարկներ է անում, վաղը տոն է, այո, եւ ծննդյան տոներ ունենք, բայց դա վաղը։ 7-ը ռադիոյի օրն է։ Այո, եւ վաղը մենք բոլոր շնորհավորանքները թողնենք վաղվան, որովհետեւ նախապես չեն շնորհավորում, չէ՞։ Ասեք որ վաղը մենք կլինենք բոլորով եթերում։ Այո, մեր սիրելի Մարինան, մեր սիրելի Սևակը մեզ հետ կլինեն, անակնկալներ անպայման կլինեն։ Բացենք օրվա օրացույցը եւ տեսնենք թե ինչ կա չկա մայիսի 6-ի օրացույցային էջում, ասենք որ այ 1835 թվականի այսօրը լույս է տեսել օրինակ ամերիկյան հայտնի New York Herald 30 առաջին համարը։ Իսկ 1833-ում էլ Միացյալ Նահանգներում արտադրվել է առաջին պողպատե գութանը։ Ինչի համար է դա։ Այն ժամանակ հասկանում ես ինչ է եղել։ Գութան։ Այո, երբեք մարզասերները երևի թե կիմանան, որ հենց այսօրը հիմնադրվել է Անգլիայի ֆուտբոլի գավաթը։ Այո, 1872 թվականին հատկապես Անգլիայի ֆուտբոլի սիրահարները հիմա բաժանվում են, չէ՞։ Անգլիական առանձին է, իսպանական առանձին է։ Մոտ ընկերները կարող են լուրջ վիճաբանություն ունենալ ֆուտբոլի համար, պետք չի։ Մենք ձեզ չենք կարող հասկանալ, որովհետև մենք ֆուտբոլի մոլի երկրպագուներ չենք, բայց ինչևէ չենք կարող նաև չփաստել այն կարևոր հանգամանքը, որ ֆուտբոլն ամբողջ աշխարհում մեծ մասսայականություն է։ Ինչ ունենք այստեղ։ Դուք գիտեք որ այսօրը 1950 թվականին 18 տարեկանում տակավին աղջնակ Էլիզաբեթ Թեյլորը առաջին անգամ կրկնում եմ, առաջին անգամ ամուսնացել է։ Ինչ կարևոր իրադարձություններ լսիր։ Դե չէ, ես ավելի կարևոր։ Այն մի քանի անգամները չէ, հենց առաջին անգամի մասին է խոսքը։ Հասկացա, բայց ուրիշ կարևոր իրադարձություններ։ 18 տարեկանում։ Տես 1941 թվականին այն ժամանակի ինչ իրադարձություն էր, հետ ենք գնում ու մի տեսակ։ 41 թվականին։ Այո, այն ժամանակ շատ լուրջ էր, հիմա այսպես ժպիտով ենք ասում, Ստալինը դարձավ ժող կոմ խորհրդի նախագահ։ Ժողովրդական, ինչը կոմունիստական խորհրդի հա ճիշտ։ Նախագահ երևի էլի, հա։ Ժող կոմ։ Բայց դու հասկանում ես այն ժամանակ դա ինչ է եղել։ Եվ եւս մեկ հետաքրքիր։ Այո, եւ հետաքրքիր, ասա արդեն տեխնոլոգիական աշխարհից է։ 1994-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Միտերանը մասնակցեցին Ֆրանսիան եւ Անգլիան կապող Լամանշ հայտնի նեղուցի տակով անցնող թունելի հանդիսավոր բացմանը։ Իդեպ շատ հարմար բան է։ Նստում ես մեքենան ու միանգամից Ֆրանսիայից կարծեմ 1 ժամ է տևում, եթե ոչ քիչ։ Հայտ քշում ես մեքենան ջրի տակով բուլ ու հասնում ես ջրի տակով ջուրը երևում է։ Չէ, ջուրից երևում։ Եվ հասնում ես Անգլիա, Ֆրանսիայից Անգլիա։ Տեղափոխվում ես Անգլիա։ Լարի ուրիշ տեղ։ Մի խոսքով մտնում ես, ասма գետինը մտնես, չէ, այստեղ ջուրը մտնես, դուրս գաս։ Ֆրանսիայից ջուրը մտնես, դուրս գաս Անգլիայում։
Ինչև է, իմիջայլոց արդեն եւ նմանատիպ ճամփորդությունների ժամանակ է, որ մենք ֆիքսում ենք պահերը ու դրանք դարձնում հաճելի հիշողություններ, վիդեո տարբերակներով, ինչու ոչ նաեւ լուսանկարվելով, որովհետեւ այսօր այդ լայն հնարավորությունը ընձեռում է մեզ մեր չհեռախոս, այսինքն ամեն ինչը, փոքրիկ հեռախոսը, որը դարձել է սմարթֆոն եւ հիանալի լուսանկարներ կարող ես անել հենց Բայց միշտ չէ որ մենք հեռախոսը ավելի ճիշտ լուսանկարչական խցիկ օգտագործում ենք դեմք լուսանկարելու համար։ Այո, միշտ չէ։ Եվ Եվ միշտ չէ որ մեր ալբոմներում կան պարզապես մարդու դեմքեր։ Չէ, ես երբ մեկ հերթում ես հետ ես գնում որ մաքրես հեռախոսդ, այնպիսի նկարներ ես հանդիպում հեռախոսիդ մեջ, ասես լավ, բայց սա ինչի եմ պահել իմ հեռախոսի մեջ։ Լավ, այս չգիտեմ, շտրիխ կոդը ինչ է այստեղ, չգիտեմ Ինչ տարօրինակ նկարներ։ Եվ այսպես ձեր հեռախոսի տարօրինակ եւ արտարոց նկարների մասին ենք այսօր խոսելու առասարակ։ Հիմա փորփրում եք ձեր հեռախոսը եւ գտնում ամենատարօրինակ նկարը ու գրում կամ զանգարում ես պատմում եք դրա մասին։ Ինչ տարօրինակ նկարներ կան ձեր հեռախոսում մի կարևոր բան հիշեցի։ Ռիլեր հետաքրքիր մեմ էր դարձել, ամուսինը կնոջն ասում է կտաս քո ընկերուհուդ նկարներն ու նամակագրությունը կարդամ նայեմ։ Կինը շատ լուրջ մեքենայով գնում են, էլի վերցնում է եւ հեռախոսը դեն է նետում մեքենայից։ Դե հա ճիշտ է անում։ Տեսնես այդ ինչեր է եղել։ Դե ճիշտ է անում, Տիգրան ջան։ Ճիշտ է անում, համաձայն եք, չէ՞, սիրելի ռադիոլսողներ։ Ձեր հեռախոսի տարօրինակ եւ արտարոց նկարների մասին 553702 զանգահարեք եւ կիսվեք մեզ հետ թե ինչ եք պահում ձեր հեռախոսում, որը կարող է զարմացնել։ Մենք կպատասխանենք ռադիոլսողին, արի մենք էլ փորենք, տեսնենք մեզ մոտ ինչ կա, ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, ով է մեզ միացել։ Հա, ինչպես միշտ ձեր մշտական Արմավիրի։ Այո, շատ հաճելի։ Գայնե ջան, ինչ եք պահում ձեր հեռախոսում, որը կարող է զարմացնել դիմացինին։ Դիմացինին զարմացնի։ Այո։ Կամ ուրիշները չպետք է տեսնեն։ Առաջին հերթին իմ նկարը, բոլորին զարմացնում եմ։ Պգերեմ, այո, շատ պգերեմ, կարող եք բացել նայել։ Վայ, ես ինչ ինքնագնահատականներ։ Չէ, եկեք դամարա։ Այո, աննազգա։ Չէ, նկարներ պահում են, ասել Լուսինեին, հետո տարիներ հետո նայում ասում ես ես ինչ եմ պահի, իսկապես շատ ճիշտ ստուգաբանություն էր։ Հա, օրինակ կենթանիների նկարներ, փիսիկ են գցում Facebook-ի մեջ, գզզված մազերով այնքան ստիրուն, այնքան համով փիսիկ, հա, պահում եմ, նայում եմ, իրանում եմ, շների, կենթանական աշխարհին շատ հետաքրքիր բաներ կա, որ կենթանական աշխարհից որ պահում եմ եւ շատ հետաքրքիր է։ Հետո երաժշտական բացիկներ, գեղեցիկ նկարներ, ինչ որ լավն է, ինչ որ նաեւ իմաստավոր է։ Բաներ, ստեղծագործություններ, ասմունքի, պահում են ֆիլմերից հատվածներ, վերջը, այդպես լավ էլ արխիվ ունեք, ասենք ձեզ, բրավո։ Բարի, շատ լավ։ Մեծ մասը ջնջում եմ հետագայում, հա, չեք պահելու։ Տեղ անսպարտ չէ, շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք մեր ունկնդրին։ Ես թերթում եմ հիմա այս պահին իմ հեռախոսային ալբոմը եւ այստեղ գտա օրինակ պատի ներկի կոդ։ Նորոգումից է մնացել։ Մնացել է։ Տան նորոգումից է մնացել։ Իդեպ ինչ ես կփորփրեմ իմ հեռախոսի համարը, մեր ռադիոլսողներն այնքան ուշադիր են Տիգրան։ Ինչու։ Լինա Ստեփանյանն է գրում։ Հիշում ես մենք երբ ենք առաջին անգամ մտել սուրճ ու սերով։ Իհարկե հիշում եմ, հունվարի 7-ին։ Ապրես։ Վաղը մայիսի 7-ը կրկնատոն է, նաև որովհետև 5 ամիս առաջ ծնվեց մեր ու ձեր հեղինակային հաղորդումը, որը սիրելի դարձավ ձեր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։ Ուրա։ Բայց վաղը, ուրաները, փոչիկները վաղը։ Շնորհակալություն, որ այդքան ուշադիր եք եւ նույնիսկ գիտեք թե որ օրն է, եթե հեռարձակվել առաջին անգամ, բրավո։ Ճիշտ ասած ես վախենում եմ հիմա մտնեմ իմ արխիվ, ճիշտ, եթե անկեղծ ասեմ։ Տես ինչ գտա, հետաքրքիր բան գտա, ես լուսանկարել եմ եւ ինձ մոտ պահել եմ։ Ինչ։ Իմ մոտ շատ սկրինշոթներ կան։ Հին Գյումրվա մականունները։ Դա շատ լավն է։ Մի քանիսը ընթերցիր էլի։ Մեծացրու այսպես։ Անտենա Օնիկ։ Այո։ Անֆայմ Մանուկ։ Այո։ Բրակ Կարո։ Ես Կարոյի տեղը Ընդ որում գիտես, չէ՞, ըստ այբնականի է այստեղ օրինակ տես կոնսերվա ժորա։ Աստված։ Հավ Կարո։ Որ տարից կարդամ քեզ ասամ։ Լ։ Հիմա գտնեմ լան։ Շատ հետաքրքիր է ընդ որում իմ այսպես գտա Լաբարոշ Ռուբեն։ Բինճղ։ Այստեղ այդպես կարելի ասել։ Լանգետ Մուկուչ։ Այ Աստված իմ։
Ես արդեն Եվ մի այսպես քանի շարունակ։ հեռախոսից մեջ նայում եմ մասնագիտական նկարները շատ են աշխատանքի բերումով, բայց այստեղ Դե դա գտա կա։ շատ տարօրինակ մի նկար, ուզում եմ քեզ ցույց տալ եւ դու ինքդ մեկնաբան ես այդ նկարը։ Տեսնեմ։ Սա ես եմ նկարել։ Կոշիկներ, ոտքեր, 4 հոգի։ Կոշիկներից պիտի չսկեսեիր, պետք է սկսեր Դե գեղեցիկ ես, ոտքեր աղջիկների։ Բարձանում են վերև քիչ-քիչ, Հա, այդպես լավ, միանգամից չի։ Ուզում հասկանալ որտեղ եք, ինչ է տակը որտեղ եք կանգնած։ Ապակի է տակը, մենք Ապակի է բարձրահարկում տակը։ ենք, այո, եւ լողավազանն է երևում առաջին հարկում։ Տեսնես ինչ հետաքրքիր լուսանկար եմ արել։ Հետաքրքիր է։ Այո, եւ այստեղ Հատկապես եւս մեկ առանձնահատուկ լուսանկար մնացածը Ոտքերի զուտ մասը։ աշխատանքային են, դե այսպիսի բաներ հաճախ ենք մենք ունենում մեր հեռախոսներում զուգագուլպային նկար, որպեսզի կարողանանք Իսկ ձեռք բերել։ գնապիտակ չես նկարում, այ որ հիշես այդ ապրանքը Իրա վրա որտեղ է։ գնապիտակներ կա, Չէ, Տիգրան։ այլ ապրանքների։ Հա, չէ, չեմ արել տենց բան, հիշում եմ լավ, պետք չի դրա կարիքը չկա։ Ես օրինակ մեքենայի վարպետների համարներ եմ, այսպես միանգամից այս սկրին եմ Սկրին ես անում եւ եւ պահում եմ ինձ պահում մոտ, ես։ խնդրեմ բռնակը հայում դիմել, չգիտեմ, մեքենայի կաշին վերանորոգելու համար։ Եվ այստեղ ունեմ հրաշալի Փիսոյի վիդեոներ ու լուսանկար։ Լավ, մենք տարվեցինք մեր հեռախոսը ունեն ռադիոլսողները, ինչ ունեք դուք։ հեռախոսի մեջ։ Այո, 553702 զանգարեք, իհարկե մեզանից ինչ զարմացնող արտարոց նկար չէ, չգտանք Դու ոչ այդպես մի մի ասա, ես ունեմ շատ պահած նկարներ ու ոչ միայն ինձ վերաբերվող բան։ նկարներ։ Ես տորթ ունեմ ինձ մոտ նկարած։ Շրջագայություններից մնացած հերթական վիդեոն մոնտաժելուց Մարինան ասաց, այնպիսի վիդեոներ եմ գտել ու ֆոտոներ եմ գտել հեռախոսի մեջ, որ մենք մոռացել էինք դրանց գոյության Այ վաղը մասին։ կգա կհարցնենք, այդ ինչ է եղել։ Եթե Արթուն է, թող միանա եւ ասի, թե ինչեր է եղել։ Միացեք մեզ, մենք շարունակում ենք միասին անցկացնել մայիսյան առավոտը։ Faster than a soul.
Սուրճ ու սեր առավոտից։ Հերացող եթերաժամի վերջին 3 րոպեն է մեր տրամադրության տակ, այդ ընթացքում մենք հասցնենք ողջունել եւ զրուցել մեր գործընկեր Կարեն Ղազարյանի հետ։ Բարի լույս Կարեն։ Բարի լույս, լավ դուք լավ։ Ուր է քո հեռախոսը։ Ուր է քո հեռախոսը, չես բերել քեզ այդ ստուդիա։ Այսօր չեմ Խելացի բերել։ մարդ։ Ինչի քո գործընկերները բերում են միշտ։ Լավ, Կարեն, Ամեն մեկն իր արի աշխատելու փորձիր ոչ ունի։ Մի քանի անգամ բերեցի, տեսա որ Խանգարում ժամին է։ հետևելու համար փորձեցի օգտագործել, բայց հասկացա որ չէ։ խանգարում է։ Հա։ Մենք այստեղ ենք, չէ։ դու մի անհանգստացի, ենք, մենք թույլ չենք տա, որ դու ժամը խառնես կամ առաջ գնա։ Շնորհակալ եմ։ Կարեն ջան, մի հարց, հեռախոսիդ մեջ, որ հիմա փորփրես, մտովի պիտի փորփրենք փաստացի։ Ամենաարտառոց նկարը, որը դու չես, էլի, քեզ չես նկարել։ Ոչ թե դեմքի, այլ արտարոց։ Ամենատարօրինակ նկարը։ Անկես տես ներքի Ուրեմն կոդ։ սովորաբար լինում են արտարոս նկարներ, բայց պարբերաբար ջնջվում են, որ պետք չի լինի։ Բայց այս պահին կան ջնջում են, բայց կա։ կան բավականին շատ նկարներ, մեքենայի ընթացքային մասեր, այսպես դու էլ ես նման բաներ։ Ճոն հետ Դե, օգտվում։ Համարքան Նաև հեռախոսը տեսագրություններ, առանձնանում թե մի քանի մասեր ինչպես են քանդվում ու հավաքում։ Բայց դուք շատ անհետաքրքիր։ Այսինքն ես եմ քանդել, հավաքվել։ Ձեր Դեր կներես հեռախոսի էլի։ պարունակությունը շատ տխուր է։ Եթե կանանց հեռախոսում, այ դու Ինչեր ասես որ կա։ Մեր հեռախոսում պիտի մեքենայի մասեր լինեն։ Բայց հետո էլ բողոքում եք կանանցից։ Ախր մենք ենք էլի այդ գույն տվողը, այդ չգիտեմ, Բայց իմ ասածից չի ենթադրվում, որ ուրիշ բաներ չկան։ Ուրիշ բաներ չէ, ընտանիքի անդամներ Չէ, դրանք նորմալ ոնց նկարներ կլինի են։ հայրը չունենա, ասենք իր դստեր նկարը հեռախոս։ խոսում, Չէ, դրա դրա մասին կարևոր չէ, դա պարզ է։ պարտադիր Հա։ պայմաններն են։ Խոսում ենք արտառոցների մասին, էլի։ Չէ, արտարոց ուրիշ բան Սիրելի Օրինակ ռադիոլսողներից մեկը կարող է ասած որ միջատ է նկարել եւ պահել է։ Կամ ճանճ է մեծ այսպես խոշոր պլանով նկարել ու պահել։ Դրա Դե գեղեցիկ ճանճ էր էլ ոնց նկարել է։ գեղեցիկ ճանճը գեղեցիկը ո՞րն է։ Դե Տիգրան ջան, փաստորեն ճանճը մարդը տեսել է, գեղեցիկ չի լինում։ մարդը գնահատել է ճանճի գեղեցկությունը։ Աստված իմ, Չի զարմանում։ չեմ զարմանում ճիշտ ասած, բայց մի խոսքով շատ Կամ գոհ եմ։ օրինակ եղել են Տանզանիայում եւ փղի կնճիթ են նկարել եւ պահել Դե են այդ այդ ոչինչ կնճիթը։ էլ ես շատ գոհ եմ իմ հեռախոսի տարօրինակ Բնության նկարների ամենարարած պարունակությունից։ գեղեցիկ, անգամ Հա, ճանճն է ճանճը, գեղեցիկ։ Անգամ ճաճը։ Ինչ որ Դե տեսնենք արդյոք լուրերը այսօրվա գեղեցիկ են թե ոչ, քեզ բարի եթեր, իսկ մենք կհանդիպենք արդեն լրատվական թողարկումից հետո։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարի լույս, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիոլու լրատվական ծրագիրը, ստուդիայում աշխատում է Կարեն Ղազարյանը։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եւ դրանից բխող 2023-25 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին նվիրված աշխատանքային քննարկում է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը ներկայացրել է ռազմավարության հիմնական ուղղությունները, ներառյալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների եւ երեխաների իրավունքների պաշտպանության ուղղված աշխատանքները։ Քննարկվել են նաև 2025 թվականին նախատեսված միջոցառումները։ Վարչապետը կարևորել է ծրագրի արդյունավետ եւ ժամանակին իրականացումը որպես մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության եւ իրավական պետության կայացման գրավական։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը։ Նա կարևորել է Ֆրանսիայի Հայաստանի համար ունեցած առանձնահատուկ դերը։ Քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի, ինչպես նաև Մարսելի ու Երևանի միջև ապակենտրոնացված համագործակցության խորացման հնարավորությունները։ Զրուցակիցները անդրադարձել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ արդյունավետ համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում կայուն եւ հարատև խաղաղության անհրաժեշտությունը, Մարսելի քաղաքապետը վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հայաստանի դիրքորոշմանը, հիմնված միջազգային իրավունքի, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Պետական եկամուտների Կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի Գոգավան Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը եւ ելքը։
Մասնավորապես վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ տարածքում, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը։ Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ Գոգավան Գուգութի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումից մինչև ինտերնետային կապի վերականգնումը։ Բաքվում նախօրեին կայացել է Արցախի նախկին ղեկավարների դատավարության հերթական նիստը, հարցաքննվել է Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, զուգահեռ ցուցադրվել են արխիվային կադրեր։ Այնուհետև ցուցմունք են տվել, այսպես ասած, ադրբեջանցի տուժածները։ Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Մի քանի լուր միջազգային լրահոսից Ռուսաստանն ու Ուկրաինան անցած գիշեր ակտիվորեն հարվածել են միմյանց տարածքներին Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլսկի շրջանում ռուսական հրետակոծության հետևանքով տուժել է 3 մարդ, հայտնում է մարզի ռազմական վարչակազմի ղեկավարը։ Ավիահարվածի հետևանքով տուժել են տներ եւ գազամուղը, ռուսական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Օդեսայում զոհվել է 1 մարդ։ ԱԹՍ-ները հարվածել են նաև Խարկովին։ Իրենց հերթին մի քանի թելեգրամ ալիքներ հայտնել են Ռուսաստանի տարբեր տարածքներում ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածի մասին։ Ռուսական կողմը հայտնել է, որ օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի հետ հյուսիսային սահմանից բացի նաև Լիպեցկի, Սմոլենսկի, Ռոստովի, Տամբովի, Պենզայի, Վորոնեժի եւ Վոլգոգրադի մարզերում։ Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ տուժել են վարչական շենքեր, առանձնատներ, նաև էլեկտրահաղորդման գիծը։ Ուկրաինական բանակը հարվածել է նաև սահմանային Ռիլսկի էլեկտրակայանին, որի պատճառով քաղաքը հոսանքազրկվել է։ Կուրսկի նահանգապետը սոցիալական ցանցում գրել է, որ տուժել է 2 դեռահաս։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ ռուսական հոպերը վնասազերծել են ուկրաինական ԱԹՍ-ներ, փակ են մայրաքաղաքի օդանավակայանները, փակ են նաև Կալուգայի, Սարատովի, Վոլգոգրադի, Յարոսլավի, Իվանովոյի, Նիժնի Նովգորոդի օդանավակայանները։ Աբբաս Արաղչին պնդում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փորձում է Միացյալ Նահանգներին ներքաշել աղետի մեջ։ Նեթանյահուն ուղղակիորեն միջամտում է ԱՄՆ կառավարության գործերին, որպեսզի ներքաշի մեր տարածաշրջանում եւս մեկ աղետի մեջ, X-ում գրել է Արաղչին, Իսրայելին զգուշացնելով հեռու մնալ Իրանի դեմ ցանկացած սխալից։ Նախարարի խոսքով Նեթանյահուն նախագահ Թրամփին լկտիաբար թելադրում է ինչ կարող է եւ ինչ չի կարող անել Իրանի հետ իր դիվանագիտության մեջ, ձևակերպել է Իրանի արտգործնախարարը։ Իրանի արտգործնախարարի հայտարարությունը հնչում է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլի հետաձգումից հետո կողմերը պնդել են, թե Հռոմում նախատեսված հանդիպման չեղարկման պատճառը լոգիստիկ խնդիրներն են։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թրամփի քաղաքականությունից դժգոհ ամերիկացի գիտնականներին հրավիրել է Եվրոպա։ Եթե դուք սիրում եք ազատությունը, եկեք եւ հետազոտություններ անցկացրեք այստեղ, ասել է նա Սորբոնում ելույթի ժամանակ։ Փարիզը 100 միլիոն եվրո կհատկացնի այդ նպատակի համար։ Եվրամիությունը 2025-27 թվականներին մտադիր է 500 միլիոն եվրո հատկացնել, որպեսզի Եվրոպան դառնա գիտնականների համար մագնիս։ Ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ լրահոսի վերջին լուրը Վատիկանում մեծ ակտիվություն է նկատվում, հազարավոր հավատացյալներ եւ զբոսաշրջիկներ հավաքվում են Սուրբ Պետրոսի տաճարի հարակից հրապարակում, սպասելով Հռոմի նոր պապի ընտրությանը, Սիքստինյան կապելան, որտեղ կայանալու է կոնկլավը, արդեն փակ է հանրության համար, նախապատրաստվելով կարդինալների գաղտնի քվեարկությանը։ Հիշեցնենք Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել էր ապրիլի 21-ին առավոտյան 88 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո այս պահին այսքանը ստուդիայում աշխատեց Կարեն Ղազարյանը, թարմացված տեղեկատվությամբ ռադիո լուրը եթեր կվերադառնա ժամը 11-ին։
Հուսեր առավոտից։ Սուրճ Հուսեր առավոտից։ 19 րոպե դուք շարունակում եք լսել հանրայինի առաջին ալիքը Սուրճ Հուսեր առավոտից միայն մեր ուղիղ եթերից։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ակտիվության համար, սիրելի ռադիո լսողներ, եւ շատ լավ է, որ դուք սկսել եք փորփրել ձեր հեռախոսները եւ հետաքրքիր տեղեկություններ եք մեզ փոխանցում նաեւ on-line հարթակի միջոցով։ Ծովինար Գևորգյանն ասում է բարի լույս, հերթական անակնկալն եք մատուցում ինձ, մտածելով որ 3 եք եղել եթերում, հանգիստ դուրս եմ գալիս տնից, վերադառնում եմ, միացնում ընդունիչը եւ դուք եթերում։ Ահա եւ Չանկանալու փոքրիկ պահ, իսկ իմ հեռախոսում բնության անակնկալ պահերն են, սկսած ծաղկի առեջից վերջացրած մեր ժայռապատ լեռներով ու նրանց գագաթներին թափառող ամպերով։ Տեսնում եք, մարդիկ գեղեցկություն են պահում իրենց հեռախոսում, չէ՞ մեր պես շտրիխ կոդեր, բան էլի։ Արայիկ Մկրտչյանն ասում է բարև ձեզ, ողջունում ենք ձեր շատ սիրելի հաղորդումը եւ խնդրում եմ որպեսզի ողջունենք իր գործընկերներին Նարեկին ու Սերոժին, որոնք նույնպես ամեն օր լսում են մեզ։ Ոչ միայն լսեք մեզ, այլև զանգահարեք մեզ։ Նարեկ, Սերոժ, Արայիկ զանգահարեք եւ այո, Արթուր Սուքյասյանն ասում է բարի լույս, վաղվա բարևը թող լինի Երևանն է խոսում, վաղը պատմական օր է, ինչեւ է, բայց եկեք չգնանք դեռ վաղը։ Եվս մեկ անհետաձգելի լուր, այս պահին ինչ մենք ողջունենք մեր հյուրին, ես մուտք գործեցի Զվարթնոց օթանավակայանի կայք։ Մենք ժամանումների ցուցակում ունենք մի քանի վաղաժամ ժամանումներ, անպայման ժամանակից շուտ են հասնել։ Ժամանակից շուտ են հասնելու։ Արագություն են գերազանցել։ Ժողովուրդ, եթե գնում եք ձեր ընկերներին Հռոմից եկող դիմավորեք, ապա նկատի ունեցեք, որ 12:20-ի չվերթը շուտ կժամանի 11:50-ին։ Օթանավավայրը չկատարի, հա, շուտ են եկել մարդիկ։ Ուզում եմ հասկանամ ինչ արագություն են գերազանցել, թե նույնը նաև Նիժնի Նովգորոդից ժամանող օթանավավայրը կկատարի 12:20, 30-ի փոխարեն կես ժամ շուտ, 12-ին։ Կես ժամ են էլ։ Պատկերացնում ես։ Ուշացումները դեռ հասկացանք, ուշ է թռնում եւ այլն։ Մոսկվան էլ է շուտ հասնելու այսօր 12:55-ի չվերթը Երևան կժամանի 12:26։ Հարգելի օթաչուներ, ուր եք շտապում, ինչ կա։ Հանգիստ եք եկել ժողովուրդ, ճանապարհ ուշադիր եղեք, հանգիստ ձեր համար։ Դա նրանց համար ովքեր գնում են դիմավորելու, իսկ մեկնումների ցուցակում չունենք ոչ մի ուշացում, ամեն ինչ ժամանակին է։ Ժամանակից շուտ չկա, Ինչպես հայտնի երկում դուրս արի ժամանակին։ Բագրատը քոցավը տանի, հիշում ես այդ երգը։ Այդպեսի երգ կար։ Դե լավ, ուրախ տրամադրությունը վստահ եմ, որ շարունակվելու է նաև մեր հյուրի հետ։ Մենք այսօր խոսում ենք լուսանկարներից եւ փորձում ենք հասկանալ, թե որ փորփրեք ձեր հեռախոսներում ինչ լուսանկարներ կգտնեք եւ առասարակ լուսանկարչությունը 3 այսօր որոշ գաղտնիքներ փորձենք բացահայտել։ Վաղը չեմիս օրը։ Այո, եւ մեր ստուդիայում է լուսանկարիչ Նեոն, ողջույն Նեո։ Բարի լույս, Բարի լույս Նեո։ Որ խնդրենք ձեր անուն ազգանունը ասեք։ Նեո Սիմոնյան։
Անձնագրով։ Այո։ Անձնագրով ոչ։ Նեո Սիմոնյան, քանի որ իրեն գիտեր որպես լուսանկարիչ Նեո։ Դե բայց չիմանանք։ Չէ, հետո կիմանանք։ Մենք քեզ հատուկ առանձին կասենք։ Բայց չիմանանք, փոքրիկ երկրում ենք ապրում։ Նեո հետաքրքիր է, եթե հիմա փորփրենք քեզ հետ, այսինքն դու մենակ փորփրես, որովհետև էթիկայի այստեղ է։ Փորփրես քո հեռախոսը, ամենատարօրինակ նկարը որը կլինի, ինչպիսին է այն։ Ամենատարօրինակ նկարը։ Քնակ ես պատի ներքի կոդ գտա այնց մոտ։ Այս մոտը շտրիխ կոդեր կա։ Իմ կարծիքով ամենատարօրինակ նկարները, որ կարող են գտնել, ինչ որ սկրինշոթեր կարա լինի, որ արած լինենք եւ մոռացած լինենք դրանց մասին։ Հետո փորփրում ենք։ Ահա։ Եվ ինչ ունեք դες մոտ։ Կարող եք նայել, մենք չենք նայել։ Մենք խոստանում ենք, մենք չենք մտնում։ Ես գիտեմ, որ այնտեղ շատ հետաքրքիր լուսանկարներ կլինեն։ Ես նաև նկատել եմ, որ լուսանկարիչները պրոֆեսիոնալ ինքնուկներ չեն սիրում անել։ Ճիշտ եմ, թե ոչ։ Ներողություն, ինչ։ Սելֆիներ։ Ես ինքս նկարվել չեմ սիրում շատ, նկարել սիրում եմ, բայց ոչ նկարվել։ Չգիտեմ։ Դա այդպես է, չէ։ Հա, Սովորաբար կոշկակարի կոշկակարը առանց կոշիկ։ Առանց կոշիկի, հա։ Իսկ ո՞նց է ստացվում, որ լուսանկարիչները գալիս են շատ սիրուն լուսանկարներ են անում, հետո մենք այսպես պիտի նստենք ու տարիներով սպասենք, թե երբ կլինեն այդ լուսանկարները, ինչ կա ասում եմ։ Դե հիմա բացատրեմ, իրականում ժամանակի հարց է, այն լուսանկարիչները, ովքեր շատ հաճախորդներ են ունենում կամ շատ մարդկանց են նկարում, ֆիզիկապես անհնար է դա 1 օրում, 2 օրում մշակել եւ տալ այն մարդուն, ով դա ցանկանում է, որովհետեւ դրա համար ժամանակ Պետք է է սպասել։ Բայց ես ասեմ, երբևէ նման խնդիր չենք ունեցել ես։ Ընդհանուր երևույթն եմ ասում, այդպես է։ Դե ծանոթ բարեկամ։ Հա, էլ այդ խնդիրը չկա։ Լավ, ինչ է փոխվել։ Ինչ է փոխվել առասարակ լուսանկարչական աշխարհում, այ մենք փորձում ենք հասկանալ 3 այսօր լուսանկարչությունը վաղ դե 3 գիտենք որ կային ժապավեններ, կային հին, հա, այդ մոդելի լուսանկարչական սարքեր, այսօր ամեն ինչ թվային դաշտ է փոխվել, գործընթաց է արդյոք նախկինում։ ձեզ դա չի նեղում այդ թվային աշխարհում։ Իրականում ես սկսել եմ լուսանկարել ժապավենով, այո, 2 տարի ուսանողական տարիներին նկարել եմ Եվ որ մտնում ժապավենով։ ենք բաղնիկ, լույս անջատում ենք, կարմիր լույս է։ երևակում ենք, Չէ, ես կախում ենք, պրայավկա չեմ արել, Չէ, ես որտեղ իմ արել եմ, ժամանակահատվածում արդեն դա ավտոմատացված է, այո։ Ես էլ եմ արել։ Լուսահոգի Ռուդոլֆ Աթինյանի մոտ եմ սովորել, իմ այստեղ ինքն է եղել, վերջին մոհիկանը, այսպես ասած։ Նայ, այ խորություն ասվածը լուսանկարում, թվային եւ ժապավենային։ Միանշանակ ժապավեն։ Միանշանակ ժապավեն։ Ինչու՞ հիմա ասում են արդեն թվայինն էլ է տալիս այդ խորությունը։ Ֆիլմում էլ է Ոմանք այդպես, ցուցահանդեսներ են ժապավենով են կազմակերպում։ նկարում, բոլորովին այլ հաճույք է Իրականում, ստանում որովհետև այնտեղ մի քիչ ավելի խորությունը, այսինքն բնական է, այսինքն ավելի բնականին մոտ է։ մատերիա կա այնտեղ։ Իսկ երբ որ դա թվային է, ինքը ուրիշ ձև է հասկանում։ Միթե լույսերով հնարավոր չէ ստանալ այդ խորությունը։ Միանշանակ հնարավոր է ստանալ, ուղղակի այն մարդիկ, ովքեր ուզում են մի քիչ ավելի հետաքրքրություն մտցնեն ֆիլմում կամ լուսանկարչության մեջ, ավելի հետաքրքիր է հնչում, երբ որ ասվում է, որ դա ժապավենով է նկարված։ Ավելի թանկ է։ Հա։ Ավելի այսպես ճոխ է։ Իհարկե, այս նույն բանն է, որ ձեռքով կարվածը կամ, չգիտեմ, մեքենայով կարվածը, դա նույն բանն է։ Այսինքն մեքենայով էլ կարելի է կարել, բայց ձեռքով կարվածը ավելի թանկ է եւ որովհետեւ ժամանակ, Ձեռքի աշխատանքի վերջո էներգիա է ծախսում։ Այ էներգիայի մասին խոսենք, որքան կարևոր է լուսանկարչի էներգիան լավ արդյունք ստանալու համար եւ ինչպես է կարողանում անել վատ տրամադրությունը նեգատիվը թողնել աշխատանքից դուրս, երբ պիտի արդեն սկսես ֆոտոապարատը ձեռքիդ է եւ պիտի գործ անես։ Նայեք, ես օրինակի համար գործի ընթացքում երբեք չեմ հոգնում, հոգնում եմ, երբ որ գործը ավարտվում է։ Այդ ժամանակ ուղղակի զգում ես, չէ՞։ Հա, այդ ժամանակ նո արդեն զգում ես, որ ոտքերը տա հոգնած, ուղեղը տա հոգնած, մարմինը տա հոգնած, որովհետև մի քանի նկարահանումներ կարող է լինել 1 օրվա ընթացքում, իսկ դա ոնց որ ժամանակ է տանում քեզանից, ոչ միայն տեխնիկական, այլ որովհետև դու հոգ ես ներդնում դրա մեջ, որ այդ մարդու լավագույն պահերը ֆիքսես։ Հավերժացնես։ Մեկ անձի հետ աշխատելիս քանի այդ ճղկոցը անում լուսանկարիչը։ Հաշվել ես երբևէ։ Ես քիչ եմ անում իրականում։
ու հիմնականում տես տենդենց եմ նկատել, որ երբ որ դու մի 8 հատ չես նկարում իրար հետևից, մարդիկ մտածում են ինչ որ կարող է լավ չի ստացվել, կարող է Աչքերը փակ դուրս Հա։ գալու։ Հա, իրենց թվում է, եթե օրինակի համար 1 վայրկյանում 15 հատ կադր ես անում, ուրեմն դու ինչ որ լավ գործ ես անում։ Իրականում կարաս 1 կադրով ստանաս լավագույն նկարը։ Բա որ այդ պայն վերցնի ու աչքերը փակի, հետո ինչ։ Դա չի լինում։ Տենց ես կարող մի հատ դեպք պատմեմ։ Այո, մենք Մենք դա էլ սպասում ենք, մենք դա էլ սպասում ենք։ Շատ հանրաճանաչ մեր կանադահայ հայկական արմատներով լուսանկարիչ ունենք Յուսուֆ Քարշը, ով որ նկարել է Անգլիայի վարչապետին ու դա միակ նկարն է, որը առանց սիգարով ա եղել ու տպվել է իրանց նաև գումարների վրա 5 ֆունտ այդ գումարի վրա իրականում դա 1 լուսանկար է եղել ու վերջ այդ մեկն է այդ մի կադրից ինքը Այստեղ ստացել է պահը բռնելը, պատկերը տեսնելու զգալն է կարևոր։ միանշանակ Գուցե պատահականն է եղել։ չէ պատահական չի Չի լինում, չէ՞։ Ինքը կանգնիր ու նկարում եմ, քեզ Ոչ, այսինքն նենց է ստացվել, որ ինքը ամեն ինչ ուղղել է, պատրաստել է ու շատ պատահական է իր ուղակի բերանից հանել է, այդ ընթացքում ինքը նկարել է, Պահը բռնել է, ֆիքսել է։ Ասում են լավ աչք ունի։ Եկեք հասկանանք այդ լավ աչք ունին որն է։ կոմպոզիցիա հասկանալը իրականում 4 սանկյուններ է կադրի 4 եւ կադրը զգալը Վահե Արթինյանն է գրում հայ նկարիչները միշտ հրաշալի արվեստ կներկայացնեն ամբողջ աշխարհի երկրներում գրում է Վահե Համաձայն եք Հուսամ Ինչպիսին պիտի լինի մոդելը, ում հետ չուզենաք աշխատեք եւ կիսատ։ Այո, ում հետ չէ աշխատի նեոն, այ կատեգորիկ կատեգորիան էլի, ոչ թե միշտ բողոքող մարդկանցից Իսկ ոնց է իմանում բողոքողը Դե իրանք արդեն պատվերի ինչ իմանաս բողոքողը թե գովաբանով է Նայեք մարդիկ կան ովքեր օրինակի համար զանգում են ինչ որ պատվեր գրանցելու համար իրանք արդեն վատ տրամադրված են այդ ամեն ինչին հարցնում են լավ է ստացվելու լավ կլինի սիրուն կստացվի այսինքն դեռ ոչ մտավախություն է դա մտավախություն Դե եթե դու արդեն զանգահարել ես այդ մարդուն Չէ բայց մարդկա իրենից է դժգոհ ասում ես ֆոտոգենիկ չեմ ոնց կստացվի ես գուցե բաց ստացվի այդպես շարունակ Իսկ դուք համոզեք հակառակ ասեք որ չէ դու շատ լավ ես շատ լավ կստացվի Ինքը լավ է համոզել Ոնց է անում Նայեք մարդ լուսանկարի մեջ դուրս է գալիս այնպես ինչպես ինքը կա Այո ոչինչ չես կարող Այսինքն Ես ունեմ լուսանկարներ, որտեղ շատ տգեղ եմ ու ինձ դուր չեմ գալիս։ Այդպիսի բան չկա։ Ունեմ լուսանկարներ, որոնք շատ լավն են ու ես եմ։ Դա քո հոգեբանությունն է։ Չէ, այստեղ լույսն էր սխալ դրված, լուսանկարիչը չի կարողացել ճիշտ ռակուրսից վերցնի նկարես, այդ նրբություններն էլ կան, չէ՞ Դա ոչ թե դուք գեշ եք դուրս եկել կամ տգեղ է այդ ամեն ինչը ստացվել, դա արդեն տեխնիկական հարց է։ Բայց դա էլ է, չէ՞, հմտության կարևոր Միանշանակ։ Արդյոք ճիշտ է ամեն ինչ այ մեղքը բարտել լույսի վրա, այ սխալ լույսը ես սվատ դուրս եկա։ Ես սիրուն եմ, բան չասես, նա Լույսը ինչքան լավն է։ Դու շատ հերո ես երևում։ Ինչ անում քո հերո եմ ցույց։ Չէ, իրականում Ինչ անել, այդ խեղճ ու կրակ լույս, ու Հայաստանը լույս դնել չգիտեն, լույսը վատ են դնում, դրա համար այ իմ նկար այսպեսին է։ Ես այտենց չեմ կարծում, ես կարծում եմ, որ մենք ունենք հրաշալի լուսանկարիչներ Հայաստանում, ովքեր լույսից հասկանում են, ստվերից հասկանում են, գույն, այսինքն պետք չի միանշանակ ասել, որ միշտ վատ է։ Ես լավատես եմ այդ առումով։ Լուսանկարչի համար կա անընդունելի վայր աշխատելու համար։ Քեզ համար կոնկրետ Այ քեզ որպես համար, որտեղ դու լուսանկարիչ։ չես նկարի, այ քեզ ասան, չգիտեմ, հին լքված շինություն է, հա կիսականդ եւ արիա գրանք այնտեղ լուսանկար։ Դա լուսանկարիչների, ոնց ասեմ, սիրելի վայրերից է, ոչ թե Ես օրինակ բերեցի, այ որտեղ չես աշխատի, այ քեզ համար, չգիտեմ, տանիքին, բարձրարկի կամ որտեղ։ Ես կարող եմ ասել մի հատ դեպք, ում հետ ես չեմ աշխատել։ Ոչ թե անձի մասին է խոսքը, այլ վայրը։ Մի տանջին է ու Որտեղ չես նկարի։ Ինձ թվում է Մարդաշատ վայրում, չգիտեմ։ Նայեք, իրականում բոլոր վայրերում հնարավոր է աշխատել,
Միգուցե երևի ռեստորանային հատվածներում, որտեղ Իսկ գունավոր լույսեր է։ Այ փակվայր թե բաց։ ասեց ռեստորաններում Որտեղ գունավոր լույսեր է, այսինքն երբ որ դու նկարահանում ես, ինչ գույնի խաղալիք ասես, կարաս, այսինքն շրեկի։ Չասեմ թե պատերին ինչեր են, այսպես ասած զարդարանքներն, ինչպիսին են, չէ՞ որ հետևի Այսինքն դա արդեն լուսանկարիչի խնդիրը չի, դա արդեն տեղի լուսավորությունն է, այդ գունավոր լույսերը, որոնք տհաճ ինչ-որ ոգեշնչվում, երբ պետք է սկսես աշխատանքը։ մարդկանցից։ Մեկ գավաթ սուրճից գուցե կամ մեծ հոնորարից։ Միանշանակ։ Պոդոքաստ։ Այդ դրանից սկսեի։ Այդ դրանից սկսեի։ Եվս մեկ բան է հետաքրքրում, քանի որ Նեոն գիտեմ, որ հրաշալի լուսանկարներ է անում ու այստեղ շատ կարևոր է բնական վիճակները, որը ստանում ես դու, հրաշալի է դա, բայց դրան զուգահեռ նաև Նեոն ֆուդ լուսանկարիչ է, այստեղ մենք գործ ունենք արդեն ուտեստների լուսանկարների հետ, որի համար առանձնակի հմտություններ են անհրաժեշտ եւ մի քիչ կարծում եմ խաղի կանոններ են, չէ՞ փոխվում։ Միանշանակ։ Հեշտ է աշխատել սննդի հետ, թե մարդկանց։ Ասենք ձվածեղի հետ օրինական, բեստրոգնովի հետ աշխատելը հեշտ է, թե։ Նայեք, սնունդի հետ աշխատելը իրականում ավելի բարդ է, քան մարդու հետ, որովհետև սնունդը ունի, այսպես ասած, կյանք։ Երբ որ օրինակի համար այդ ուտեստը բերում են, որ դու նկարահանես, ուտեստներ կան, որոնց դու կարող ես նկարել 10 րոպե, ուտեստներ կան, որոնց պետք է նկարես, ասենք 10 վայրկյանում։ Վայ, ինչի՞։ Դեկը փոփ չանա։ Չգիտեմ, Տեսքը կորում է։ օրինակի համար այնտեղ կրակով ինչ որ բաներ կարող լինի, կամ ինչ որ, չգիտեմ, Ես հետաքրքիր վիդեոներ էի մի անգամ նայում, ինչպես են լուսանկարիչները ստանում հրաշալի ֆոտոներ սուրճի եւ այլնի հետ, ու թե այդտեղ սուրճ չկա, այո, այդտեղ օգտագործվել է սուրճի փրփուրի փոխարեն աման լվալու հեղուկ։ Ես օգտագործել եմ, այտենց շատ հետաքրքիր լայֆ հակ է իրականում դա։ Իրականում Հայաստանում դա այդ պրակտիկան չեն օգտագործում հիմնականում, հա, իրականում, որովհետև այտենց մեծ գովազդային արշավներում են դա, օրինակ McDonald's-ում պետքա այտենց Չէ, անուններ չենք տալիս, հա։ Մեծ գովազդային արշավներում են իրականում նման ինչ որ բաներ անում, որովհետև այդ նկարները ամբողջ աշխարհում է, այսինքն շատ դետալային ուսումնասիրվում է այդ նկարները, իրանք ստացվում է որ սուրճից բացի ամեն ինչ կա այնտեղ, հա։ Սուրճից բացի ամեն ինչ։ Փրփուրը ստանում են աման լվալու հեղուկով, գույնը օրինակ ինչով են ստանում։ Ես ես կարող եմ ասեմ ներկերով, չգիտեմ, փայտի ներկերով, սոսինձով։ Իսկ մենք նայում ենք եւ ասում ենք ինչ ախորժելի սուրճ է, պատկերացնում եք նկարի հոտը զգայր ինչ բույրեր են տեղից լինելու, հա, իսկապես։ Գաղտնիքների մասին կուզեի մի քիչ խոսեինք, ինչ հնարքներ է օգտագործում ավելի գայթակղիչ դարձնելու համար ուտեստը։ Եվ չափուսահման կա թե չէ այդտեղ։ Թե ինչ ուզես կարող ես։ Իրականում բոլոր տեղերում կա։ Ուղղակի Հայաստանում մի քիչ սենց ասեմ, հաճախորդ որ պահանջում է քեզից ինչ որ նկար, ճոխ նկար ասում է, ճոխ։ Ինքը արդեն քեզ դնում է ինչ որ քառակուսիների մեջ, հիմնականում լուսանկարիչների մեծ մասը չի կարողանում ստեղծագործի այդ հատվածում, որովհետև ոնց պահանջում են, այսինքն եթե դու ուզում ես գումար աշխատես, պետքա ենթարկվես մի քիչ։ Ստիպված ես բարել դու։ Ես օրինակի համար շատ կոպիտ ասվեց, բայց ահա, բայց մեկ կարողանում ես sense ինչ որ ձևերով ճողոպրել։ Ցույց տալ։ Մենք շարունակենք մեր զրույցը լուսանկարչի մասին երկենք վայելում, այնուհետև կշարունակենք։ Loving can hurt sometimes, but it's the only thing that I know. When it gets hard, you know it can get hard sometimes. It is the only thing that makes us feel alive. We keep this love in a photograph. We made these memories for ourselves, where our eyes are never closing, our hearts are never broken, and time's forever frozen still. So you can keep me inside the pocket of your ripped jeans, holding me closer till our eyes meet, and you won't ever be alone. Wait for
can heal. Loving can mend your soul. And it's the only thing that I know. I swear it will get easier. Remember that with every piece of you. And it's the only thing we take with us when we die. We keep this love in its photograph. We made these memories for ourselves, where our eyes are never closing, hearts were never broken, time's forever frozen still. So you can keep me inside the pocket of your ripped jeans, holding me closer till our eyes meet. You won't ever be alone. And if you hurt me, that's okay, baby. Only words bleed inside these pages. You just hold me. I won't ever let you go. Wait for me. Սուրճ ու սեր առավոտից։ 10:29 մենք շարունակում ենք միասին վայելել մայիսի 6-ի առավոտը եւ շարունակում ենք զրուցել լուսանկարիչ Նեոյի հետ, այո, Նեո ամենակամակոր ազնվորությունը ում հետ քեզ բախտ է վիճակվել աշխատել եւ լուսանկարել եւ գործից հետո ասել ես փառք ես պրծանարանից։ Անուն չեմ տա, բայց դա աղջիկ է եղել։ Վայ։ Ճանաչում եմ։ Հա։ Իսկ այ Ամբողջ հայացքն է ճանաչում։ ինչ էր անում քեզ հետ, այ չգիտեմ, անդադ ասում էր այսպես նկարի միջամտում էր քո աշխատանքին, ինչպես կարելի է նյարդայնացնել լուսանկարչին։ Շատ հեշտ։ Շատ հեշտ իրականում։ Չկենտրոնանալ աշխատանքի։ Չնկարվել, Բա հասկանում ինչու է եկել, եթե չի ուզում նկարվել, ինչու է եկել։ Խնդիրը այստեղ նրանում է, որ մարդիկ պետքա կենտրոնանան այդ նկարվելու process-ի մեջ։ Այսինքն ճիշտ կեցված կընդունել։ Միանշանակ, այսինքն 50%-ը լուսանկարիչն է, 50%-ը նկարվողը, այսինքն չկա տեղ, այսինքն թե լուսանկարը չի ստացվում, երկուսի մեղքն է։ Դե ես կանգնել եմ հիմա, թե ոնց կպատկերես, արդեն դա իմ խնդիրը չէ։ չէ։ Դիրքեր կան, Տիգրան ջան։ Լավ, ավե դեպքում բա ուր մնաց այ պատահական ֆոտոյի սկզբունքը։ Չէ, եթե օրինակի համար այդ նկարը արվում է ինչ որ ռեկլամի համար կամ գովազդային ինչ որ բանի համար, այսինքն այնտեղ կոնկրետ հարցեր, առաջադրանքներ ու լուծումներ կա, որոնք պետքա արվի։ Այսինքն եթե օրինակի համար պետքա այնտեղ ձեռը բարձր լինի կամ ցածր լինի, ինքը օրինակի համար, չգիտեմ, հետևն է պահում, դու ինչքան էլ նկարես, դա չի ստացվելու։ Այստեղ մոնտաժով կարելի է ձեռքը AI-ով արդեն հնարավոր է։ Տիգրան, հա, իմիջալոց, նո, մտահոգություն չկա լուսանկարիչներիդ մոտ, որ AI-ն կզբաղեցնի նաև ձեր տեղը եւ այդ մասնագիտությունը, այսպես ասած, արդեն օրինակ ես էսա ինձ համար ինչ ասես արել եմ արհեստական բանականությամբ իր երազած տղու տեղը այո, ինչու ոչ, խնդրեմ
Սա ես եմ։ Տեսեք չի արել։ Դուք հասկանում եք, չէ՞ ինչ ծիծաղ։ Բայց այդքան էլ հեռու չի ասում, ես չէ որ։ Ահա, բան չասեցինք Տիգրան ջան, դու բարեհունչ, բարեկազմ, handsome երիտասարդ ես։ Ես Ահա, իրականում սենց մի բան AI ասեմ, պահով։ մարդիկ հենց կոնկրետ AI-ի պահով, այսինքն ես այդ տենդենսը նկատել եմ, որ մարդիկ փախնում են իրանց իրական դեմքից կամ իրանց իրական Ֆիլտրներն են օգտագործում։ հենց ֆիլտրները օգտագործելով, AI-ը օգտագործելով, այսինքն իրանք փորձում են տեսնել նենց, ոնց որ իրանք ուզում են դա լինի, բայց դա իրականության հետ Իրենց ընդհանրապես երազած։ Այո։ մարդիկ երասած Չէ։ Բայց այստեղ որքան ճիշտ է, որ անդադար ֆիլտրներն ես օգտագործում, չէ՞ որ այդ on-line հարթակից գալիս ես իրական կյանք եւ դու այնպեսին ես, ինչպեսին կաս ու ֆիլտր չկա։ եւ դա ավելի սիրուն է։ Ասեք, խնդրում Դա եմ, ավելի ասեք սիրուն դրա է։ մասին։ Իրականում այդ Մարդ ուզում է նիհարել AI-ի։ Թող նիհարի, ինչի AI-ով։ Դա իրականությունը Սկզբից AI-ով տեսնի սազում բայց իրեն դա թե ոչ։ իրականությունը չի փոխում։ Իրականությամբ դե տանից դուրս չի գա Ճիշտ չեմ կշղթվի։ մարդիկ տարբեր են, Այդպես։ շատ քաշ ունեցողներ, քիչ Բա, քաշ բա, ունեցողներ, ծանր երկար քաշայիններ։ մազեր, ճաղատ, այսինքն մարդիկ պետք է տարբեր լինեն։ Եթե բոլորը միանման Դա հետաքրքիր կլիներ։ այսպես ասած գեղեցիկ լինեին, անհետաքրքիր կլիներ։ Ինչքով ասած, որ գեղեցիկը կոնկրետ ինչ որ ստանդարտ ունի, ամեն մեկն էլ յուրովի է Այո, գեղեցիկ։ Ոչ մի ֆիլտր չի կարող ուղղել ձեր այլանդակությունը։ Ավելի նուրբ չէի կարող ասել։ Դե Տիգրան ջան, ստացվեց։ Ավելի նուրբ, մի քիչ ստացվեց։ նուրբ խնդրում եմ։ Այստեղ շատ կարևոր մի բան, մենք գիտենք, որ երբ մասնագետը քաղաքացու հետ է աշխատում, այսինքն մասնագիտությունը այդպեսին է, կոնտակտ է լինում, օրինակ բժիշկները, բուժառուների հետ է աշխատում, մենք միշտ հարցնում ենք ինչպես է կարողանում ստեղծել այդ վստահությունը, որովհետև հիմքում եթե չլինի վստահություն, աշխատանքը կարող է ջուրը ընկնել։ Ձեր պարագայում եւս շատ կարեւոր է, որ մոդելը, կապ չունի պրոֆեսիոնալ է թե ոչ, վստահի լուսանկարչին եւ հանգիստ լինի, որ լուսանկարիչը տեսնում է ամեն ինչ եւ կստանան հիանալի արդյունք։ Ոնց են անում այդ վստահությունը ձևավորելու Ինչպես մտնել հոգեբանական դաշտ։ Դե դա Կարճ ասած։ արդեն մարդու տեսակից է կախված։ Օրինակ իմ հետ հիմնականում մարդիկ շատ ազատ են աշխատում։ Ինչ եք անում, այո, որ գալիս են այդ Լսիր, ազատությամբ։ բնույթն է այդպեսին, Մարդու թե բնույթը։ Սուրճ է հյուրասիրում, չգիտեմ, կոնյակ է հյուրասիրում, ինչ է սա։ Պահը պետք է հասկանաս։ Դա Եթե այդ կախված մարդը իրավիճակից։ կոնյակ է սիրում, ես հաստատ կոնյակ կհյուրասիրեմ իրեն։ Տես ասել ես։ Արդեն լավ է։ Ասել ես Նեո։ Նեո մենք գիտենք, որ մեր իրականության մեջ լուսանկարիչը որպեսի կարողանա նորմալ ապրել, հաճախ նաև ստիպված ինչու ոչ գնում է խնջույքներ է լուսանկարում։ Հիմա չգիտեմ դու անում ես թե ոչ, բայց այդուհանդերձ մեր լուսանկարիչների մեծ մասը հիմնական գումարը Եվ տեղում վաճառում է 1000 դրամով մեկ Չէ, դա ֆոտո։ նկատի չունեմ, միջոցառման լուսաբանում ամբողջությամբ Event. ֆոտո Event. տեսաշարժով։ Որքան դժվար է այդ աշխատանքը։ Մի քիչ խաղի կանոններ այստեղ էլ են փոխվում։ Ես շատ հարգում եմ այն մարդկանց, ովքեր նկարում են հարսանեկան արարողություններ, ծնունդ, կնունք եւ նմանատիպ արարողություններ, որովհետեւ դա շատ բարդ, շատ ժամանակատար, շատ ծանր գործ է, ասեմ ինչի, որովհետեւ աշխատել 300 հոգու հետ միաժամանակ, որոնք քեզ չեն նայում եւ ուղակի ուրախանում են ու Եվ հետո բողոք են ասեն, այ լուսանկարում կլարնետի ձայնը չլսվեց։ Տաշին ես չերևաց։ Միշտ որովհետև 300 հոգու չես կարող գոհացնել, այսինքն դա ասենց ասեմ, մի քիչ անշնորհակալ գործ է։ Պետք է բոլոր լուսանկարիչները վիդեո նկարահանողները կասեն, որ միշտ խնդիր կա, այսինքն այս ինչ մորքուրը վատ է դուս եկել, հոպարից տղեն քիչ է նկարվել, մի խոսքով ասենք ինչ որ հարցեր։ Բայց գումարը գալիս է այդտեղից։ Հիմնականում թե չէ։ Այո, գումար գալիս է, բավականին մեծ գումարներ։ Ես ժամանակի նկարել եմ, հիմա ոչ։ Հոգնել ես։ Հա։ Դա նշանակում է, որ հիմա գումար շատ է աշխատում, որ ուրիշ ճանապարհ։ Դա իրեն բավարարում է, հա։ Ուրիշ ճանապարհով, այո։ Դա է շատ կարևոր։ Հետաքրքիր է, եթե ստուդիայից դուրս գանք, ենթադրենք գնում ես ճամփորդության, անպայման աչքդ տեսնում է, ի վերջո լուսանկարիչ ես եւ պարտադիր ուզում ես ֆիքսել կադրերը։ Հիմնականում ինչ տեսարաններն են ավելի շատ քեզ գրավում, որ կուզեիր հիշողության պես պատկերներով ամրագրված լինեն։ Նայեք, ես պեյզաժային լուսանկարներ շատ քիչ եմ անում, բայց բնականաբար աչքդ տեսնում է, օրինակ մայրամուտներ հետաքրքիր, որոնք օրինակ ծովային տեղերում շատ ավելի գեղեցիկ են եւ սիրուն, այո,
օրինակ Հայաստանում շատ հազվադեպ է լինում, որ օրինակ մայրամուտը շատ գեղեցիկ է լինում, որովհետև Պետք է գնալ Բալի, եթե ուզում եք լավ մայրամուտներ որսալ։ Ոչ միայն Բալի, ես գնացեք այնպեսի Բալի։ մայրամուտներ եմ տեսել Շրի Լանկայում։ Եվ անպայման Մարիամին չմոռանաք։ Մարիամուտ եւ Մարիամ։ Խնդիր չկա, Մարիամին էլ կտանենք, հա։ ով է մայրամուտ։ Չգիտեմ։ Դա այդպես, Ուղղակի, Մարիամուտ, Մարիամուտի աղջիկը Մարիամն է, չէ, այդպես է ստացվում։ Իրականում։ Ինչու՞ ոչ։ Շատ ուրախ եմ։ Գիտեմ, ուր է քո լուսանկարչական սարքը եւ քանի սարք ունես, քանիսն ես ջարդել, փշրել, դեն նետել եւ վաճառել։ Փարքաստու ես Ոչ մեկը չի չեմ ջարդել։ Ես շատ լավ եմ օգտագործում տեխնիկան։ Ոչի սրբել, պահել, բացանի մեջ, Հա, միշտ։ անձրևի տակ չօգտագործել, արևի տակ չդնել, Այո, հաց այո, տալ, այո, կերակրել, այո, պահել, այո, ամեն այո։ ինչ։ Քանի սարք ունես։ Լուսանկարչության մեջ շատ սարքեր են օգտագործում, լույսեր, Չէ, Շպատիվներ, հենց ֆոտոյի մասին, ֆոտոապարատ։ ֆոտոյի մասին։ մեկ ֆոտոապարատ ունեմ։ Այդ մեկով վերջ։ Մեկ եւ շատ Անփոխարինելի։ լավ է։ Եվ շատ լավ ու անփոխարինելի։ Այն թանկանոց մի Հիմա քանի մի բան հազար։ հարցնեմ, բայց անկեղծ կպատասխանես էլի Ես ներդան։ էլ եմ ուզում տենց ֆոտո։ Հա, հարցրու որտեղից է գնել, ձեռք բեր, եթե այդքան փող ունես։ Ինքը այստեղից չի գնել վստահ Եմ եմ։ ասում։ Չէ։ Հա, բայց փողն է պետք, պարունակությունը ունենաս Իհարկե։ կբերես։ Նեո անկեղծ պատասխանիր։ Օրինակ նստած ես ընկերական շրջապատում, քեզ համար խաղ, վայելում ես երեկոն մեկ էլ ընկերներից մեկը հեռախոսն է դեմ, ասում ինձ կնկարես, ու այդպես մի քանի այդպես դիրքով խնդրում եմ, որ դու իրեն նյարդայնանում ես շատ։ Երբ որ հանգստի մեջ չեմ նկարում։ Ասում ես չեմ նկարելու, չեն նեղանում։ Ես հանգստի մեջ եմ։ Ես հասկացա ինչու Նեոնի հետ չի բերել այդ սարքը Որ մեզ չասի։ որ քիչ չխկացնի, որովհետեւ դա լիմիտ ունի, չէ, այդ ֆոտոապարատը, լիմիտ ունի։ այնպես որ ինչքան քիչ չխկացնել, Իսկ ինչքան է այնքան ուշ լիմիտը։ 50000 չխկոց կամ չգիտեմ Հիմա 100000 հասկանանք իր պարագայում մոռացել ես։ Ինչքան որ ես հիշում եթե չեմ սխալվում 80000։ 80000 բա Դրա համար էլ քիչ է չխկացնում։ Բա մարդը խնայողաբար է 10-ի փոխարեն մեկն է անում։ Որքանն է սպառել արդեն։ Դա հատուկ Ծրագիր տեխնիկայով կա, ծրագրով ծրագիր աստուգվում, կա, բայց ու դու չեմ չգիտես։ ստուգել ճիշտ Լավ, ասած։ երբ սպառում ես այդ ամբողջ պարունակությունը, հետո պիտի ֆոտոապարատը փոխվի։ Չէ, այնտեղ տարբեր ինչ որ մասեր են հնարավոր է փչանան, դրանք կարող ես փոխարինել նորերով եւ նորից Կամ աշխատել։ այնքան գումար աշխատես, որ նորը գնես։ Հա, ես օրինակ նախորդը տենց եմ արել։ Այնքան գումար է աշխատում, որ նորն է գնում, իդեպ Մարինագրեկը մեզ հետևը, Մարինա խնդրում եմ փորձ բրիր հեռախոսդ եւ ամենատարօրինակ լուսանկարը ուղարկիր մեզ, որպեսզի մենք դա էլ նկարագրենք, որովհետեւ ես արդեն ասել եմ, որ քո հեռախոսում շատ են տարօրինակ նկարները, ոչ քո նկարների մասին է Բայց նա խոսքը։ հանգստի մեջ է։ Հասկանա։ Վաղը, Նեո ջան, կգացած ես կտա։ չէր ես սովորեցնում։ Հիմա որ աշխատանքից դուրս զանգահարենք Տիգրանին, պատկերացնում ես, չէ՞, Դե դու չպատասխան։ Երեկոյան 8-ից հետո ինձ մոտ disconnect։ Կարող Բաժանորդը ես հասանելի չէ։ հիշել նկարահանման ընթացք, որը առավել քան տպավորվել է քեզ, կապ չունի թե ինչ։ Կարող ես պատճառն ասել, ինչու է այն տպավորվել։ Իրականում նկարահանման էի գնացել երկչուհիեր, որ տեսահոլովակ էր նկարում։ Ես արդեն գրահում եմ, Ես այդ ընթացքում ոնց որ իրան նկարահանում էի, ու տենց դեպք եղավ, որ իր ոտքը բռնվեց, ու տենց այդ ձևով ինքը փորձում էր ապարել, շատ հետաքրքիր էր իմ համար, որ այսինքն ինքը հաշվի առավ այն, որ այդքան մարդ հավաքվել է, այդ տեխնիկան, ծախսերը հերոսական աշխատանք։ իրականում հա, Ինչպես Կիրկորովը բեմում այրվում էր, բայց նա երգում էր։ Նա հերոս է։ Հասկանում ես։ Մերոնք էլ փաստորեն տես ոտքը բռնված։ Դե բայց գիտեք, այդպես է աշխատանքը, ոչ ոքի աշխատանքը հեշտ չի։ Ինչպես ես ու դու կոവിഡ്ով եւ ջերմությամբ ուղիղ հետերում ենք աշխատում։ Այո, ոչ ոք չիմացավ այդ Ոչ ոք չիմացավ, ոչ ոք։ Դե պետք է խոսվի եւ ասվի դրա մասին։ 41 աստիճան ունեինք այդ Այո, ժամանակ։ այստեղ Մարինան գրում է լավագույնը, նեոս, ուսրտիկներ, շատ քեզ Շնորհակալ եմ, բարևներ։ Բարևներ եւ կարծես թե արդեն ավարտենք զրույցը։ Ժամանակն է մենք մոտենանք մի գեթիթի։ Վերջում խնդրում եմ խորհուրդ մարդկանց, ովքեր իրենց են լուսանկարում կամ ինչ կարևոր խորհուրդ կտաս լավ լուսանկար ունենալու համար, ոչ պրոֆեսիոնալ։ Խորհուրդ կտամ սիրել իրենց այնպեսին, ինչպեսին իրանք կան, եւ շատ սելֆի չանել, որովհետեւ ես վերջերս լսել եմ հոգեբանական խնդիր, այո, որ դա հոգեբանական խնդիր է, զերծ մնալ այդպիսի հոգեբանական խնդիրներից։ Մի ներվեք, դուք կաք այդպեսին ինչպեսին է։ Այո։
Ամենատարօրինակ լուսանկարն ուղարկեց, իհարկե Մարինա ջան, լավ կլիներ, որ դու չլինեիր կադրում, տարօրինակ լուսանկար, բայց ուղարկել է քո գլուխ գործոցներից, Նեոյի ու Մարինայի մտքերից է այս լուսանկարը։ Ժողովածուից։ Եթե Մարինան դեմ չի, սուրճ ու սեր առավոտից հաղորդման մեր սոցիալական ցանցում կարող ենք տեղադրել, սա Կինո Մոսկվայի Լողավազանի բակում է։ ափին նստած։ Կինո Մոսկվայի բակում է։ Լողավազանի ափին նստած։ Տիգրան Լապշայի ուտում։ երեկոյած կեստով։ Մի կախեք լապշան մեր ականջի։ Չգիտեմ, հետո Չգիտեմ։ ինչևէ Արի շնորհակալություն հայտնենք Նեոյին։ Այ Հետաքրքիր։ դե ասում է, որ ամբողջ Աբովյան փողոցի անցորդները նայում էին այդ ամբողջ նկարահանման ընթացքին, որովհետև հենց կենտրոնում քաղաքի երեկոյանց կեստով, շպարով, գեղեցիկ ու ափսեյով լապշա։ ռադիոտան մոտ արձանի մոտ նստենք, արևածաղիկ ուտենք։ Ինչ կարծիք եք։ Շատ օրիգինալ մտքեր ես ասում, փայլ, այսպես ցնցումների մեջ է։ Շարունակելով մտքերը, այո։ Լսենք երաժշտություն։ Lights camera action հանրահայտ հիթով մենք շարունակում ենք մեր եթերը։ I'm 2 seconds away, I'm right around the corner now. I'm 2 seconds away, hold tight, I'm about to arrive. And this place is the space where I let it go. And I hate to be waiting, so hold the door. I got shades on my face, and I'm looking right like a fucking Vogue. Here I go. Tune it in, tune it out, all I want is noise. Turn it up, turn it loud, till you ain't got a choice. But don't it's in for tonight, it's about to go off. Tell me, can you feel it? Lights, camera, action, that's it. Lights, camera, action, that's it. Lights, camera, action, that's it. I look stellar tonight, my armor is like Gaultier. It's one hell of a ride, make sure you know you wanna play. This place is the space where I let it go. If you can't keep the pace, walk out of the door. I got shades on my face and I'm looking right like a fucking Vogue. Here I go. Tune it in, tune it out, all I want is noise. Turn it up, turn it loud, till you ain't got a choice. But don't it's in for tonight, it's about to go off. Tell me, can you feel it? Lights, camera, action, that's it. Lights, camera, action, that's it. Lights, camera, action. Tune it in, tune it out, all I want is noise. Turn it up, turn it loud, till you ain't got a choice. But don't you say for tonight, it's about to go off. Tell me, can you feel Lights camera action mega hit-ով։ Այո։ Իմ սիրելի Kylie Minogue։ Հա, զարմանալ որ այսօր Kylie Minogue Բայց շատ համահունչ է Lights camera action։ Օրը տոր չի Լույս, լինում, որ դու Kylie կամերա Minogue եւ չես գործողություն։
Թարգմանաբար ինչ է նշանակում է։ 16:46 մենք շարունակում ենք մեր ընթացքը մայիսի 6-ն օրը 3 շաբթի։ Օրացույցից մենք այսօր ուզում ենք առանձնացնել մի շատ կարևոր անձնավորության, շատ մարդ ով մեծ հետք է թողել, այո, 1856-ին է նա ծնվել, բժիշկ, հոգեբան, հոգեբույժ, ես կասեի հոգեվերլուծության հիմնադիր։ Եվ ամեն ինչում Զիգմունդն է մեղավոր։ Զիգմունդն։ Ինչ արել է Զիգմունդն է։ Զիգմունդն էլ Ֆրեյդն էլ, չէ՞ ինչպես ասում։ Բոլորը իրար հետ։ Բայց ասեմ քեզ նա թողել է այսպես մտքերի մի մեծ պաշար։ Տցակ ես Այո։ կասեի։ Այն վերաբերում է մարդկանց, սիրուն, աշխատանքին, մոտիվացիային։ Մեր այսօրվա թեմային եմ ուզում կապել։ Հրաշալի տրցակ է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են իրենց լուսանկարները տարբեր դիրքերով նկարել, տեղադրել ու տակը որևէ մեկի միտքը գրել։ Ահա, այ հիմա մենք այդ մտքերից կներկայացնենք ամենաարժեքավոր հատկանիշը, որը կարող է ունենալ մարդը, բաց եւ հետաքրքրասեր միտքն է։ Լավ, գիտեիր, որ ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի։ Դե հա, ցույց չես խոսում, կաղապարված չես, ես այս տեսանկյունից եմ դիտարկում, չգիտեմ։ Չգիտեմ։ Իսկ օրինակ հիմարության առաջին նշանը ամոթի լիակատար բացակայությունն է, այլ ազատության մասին է։ Ինչքան մարդը պաստորն անամոթ է, այնքան իրականում գիտեիր, որ մարդկանց մեծ մասը ազատություն չի սիրում, քանի որ այն ենթադրում է նաև պատասխանատվություն, իսկ շատերը վախենում են պատասխանատվությունից։ Ստացում են ինքը հակասում են իրեն։ Չէ, լույսի, այդպես մի ասա, այս տարատեսակ տարբերակներով պիտի։ Փիլիսոփայերեն մոտեցիր այս հարցին։ Փորձում ենք, մենք ընտրում ենք միմյանց ոչ պատահական։ Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր կան մեր ենթագիտակցության մեջ։ Լավ էլի խնդրում եմ, հիմա գիտես որքան աղջիկ քեզ հետ եւ Ֆրոյդի հետ չի համաձայնի, որովհետեւ իրենց նախկինները դե ուրեմն եղել են ենթագիտակցության մեջ, հետո այդ էջը փակել է, շրջել է, վերացել է մարդը։ Մի խոսքով։ Սիրո մասին է Ֆրեյդը խոսել նաև, սերն ինքնին ինչպես տարապանքը զրկանք է, նվազեցնում է ինքնարժեքի զգացումը, բայց փոխադարձ սերը սիրելի օբյեկտի տիրապետումը կրկին մեծացնում է։ Օբյեկտ բառը այստեղ շատ համահունչ է։ Դե տաղավարը։ Ինչ ասեմ։ Որպեսզի չհիվանդանանք, մենք պետք է սկսենք սիրել։ Իրականում մենք մեզ պետք է սիրենք, սա շատ կարևոր է, բայց դա չի նշանակում, խոսքը չի գնում են անիմաստ, անառողջ էգոիզմի մասին, որ ձեզնից են կողմ ոչինչ չեք տեսնում, բայց թերագնահատել ու գերագնահատել պետք չէ, պետք է կարողանաք ինքներդ ձեզ համար գտնել ոսկե միջինը, հստակ իմանալ ձեր թերություններն ու առավելությունները եւ թերությունները խնամքով թաքցնեք։ Խնդիրը խոստովանելն այն լուծելու հաջողության կեսն է։ Շատ կարևոր է խնդրի պարագայում նաև տեսնել, թե դու ինչը այն չես արել, որ այդ խնդիրն առաջացել է։ Այ երբ մենք այդ առողջ դատողությամբ կառաջնորդվենք, ինչ որ բան գուցե ավելի տեղը գա, միակ մարդը ում հետ պետք է համեմատես քեզ, քո անցյալ եսն է եւ միակ մարդը ումից պետք է ավելի լավը լինես դու ես, ներկա պահին շատ լավ միտքեր են։ Ես ավելին պետք է ասել, մի մոռացիր անցյալդ։ Այստեղ շատ կարևոր է չհամեմատվել մյուսների հետ։ Սա շատ կարևոր է։ Ամեն մեկը անհատականություն է, ֆիքսենք սա, եւ եթե դուք անհատականություն եք, մյուսի հետ համեմատվելը ո՞րն է։ Ահագին էլ լավ բան է։ Ահագին տեսնում ես։ Մի օր ետ նայելով պայքարի տարիները քեզ ամենագեղեցիկը կթվան։ Որովհետեւ այնտեղ կա էքսպրեսիա, էմոցիա։ Lights camera action։ Լավ, ինչև եմ։ Շնորհակալություն Ֆրեյդին, շատ շնորհակալություն։ հետաքրքիր բաներ սպաստրել։ Նաև քո մտքերը բերեցին փիլիսոփայելու մեզ։ Տեսնում ես որքան լավ է։ Իդեպ ես առաջարկում եմ Ինչ ես առաջարկում։ լսել հայկական հիթերից որևէ մեկը ավելի ակտիվ տարբերակ կհնչեցնենք հիմա, ինչու ոչ։ Ինչու մենք չլսենք հետաքրքիր ուրախ երգեր։ Խնդրեմ, համակարգիչը քեզ եմ տալիս։ Ում ես ուզում լսել։ Գտել եմ, բաց արա։ Պատուհանը բաց արա։ Գնացինք։ Մանենային վաղուց չենք լսել։ Այո։ Լրիվ պատվերով համերգ, ինչ ասեմ։ Oh, I cannot explain. Every time it's the same. Oh, I feel that it's real. Take my heart. I've been lonely too long. Oh, I can't be so strong. Take a chance for romance. Take my heart. Sherry lady, like there's no tomorrow. Take my heart, don't lose it. Listen to your heart. Sherry lady, to know you is I love you. If you call me baby, I'll be always yours. La 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 la
get down, all my world turns around. Who is right, who is wrong? I don't know. I've got pain in my heart, got a love in my soul. Easy come, but I think easy go. I need your soul. All those times I'm not so strong. Sherry, Sherry lady, going through emotion. Love is where you find it. Listen to your heart. Sherry, Sherry lady, living in devotion. It's always like the first time. Let me take a part. Sherry, Sherry lady, like there's no tomorrow. Take my heart, don't lose it. Listen to your heart. Sherry, Sherry lady, to know you is to love you. If you call me baby, I'll be always yours. La 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 Ահա եւ Մալենան Ֆոնը եկավ։ հիշեց։ Սուրճ ու սեր առավոտից։ Այո, Այո, այո։ առավոտից սուրճ ու սեր, լավ տրամադրություն, դրական լիցքեր։ Այո, Մալենան էր երգում, մեր շատ սիրելի Մալենան, որը մանկական Եվրատեսիլը բերեց Հայաստան։ Ապրի Մալենան։ Հա, դա շատ չոմիչ է, շատ հետաքրքիր է, բեմը սիրում է իրեն շատ եւ մենք լսեցինք Modern Talking-ի հայտնի հիթը նրա Հիշում ես կատարմամբ։ երբեմնի։ Երբեմնի Որը մեծ ժամանակին հետք է թողել, այո, ժամանակին։ եւ բոլորը երգում են տարբեր այսպես մարդիկ։ Տարբեր սերունդներ։ Բայց ասա որ լավ է ստացվել։ Շատ։ Տարբերակը շատ լավն է։ Դե ինչ, ես տեսնում եմ, որ մենք նրա հոսի թարմացում չունենք։ Ամեն ինչ մնացել է իր տեղում։ Նորից ժամանակից շուտ են ժամանում բոլորի։ Ժամանումները արդեն ասացինք, այո, տարադրային փոխարժեքը չի փոխվել։ Միայն կարող է փոխված լինել եղանակը։ Եվ խցանումը 7 բալեր չէ, երբ նոր էինք Այո, երբ նոր էինք, ես վախից փակեցի նորից։ Ու չասացի։ Եղանակը այսպես 14 աստիճան է, անձրև ժամանակ առ ժամանակ մայրաքաղաք Երևանում, այնպես որ անձրևանոցը ունեցեք, անպայման ինչպես ես երեք, որոշեցի, որ արևը տաք է, թողեցի իմ այսպես բաճկոնը մեքենա բարձրացավ երև եւ 1 ժամից սկսվեց հորդարատ Հա, բա երեկոյան ինչ էր կատարվում։ Դե երեկոյան շատ հետաքրքիր տեսարան էր։ Մեքենաների, այսպես ասած, վերևում միշտ փոքր Այո, մեքենա լվանալու մասին մոռացեք։ Երեք Երևանը վերածվել էր մինի Վենետիկի։ Որոշ տղամասերում կարելի էր լողալ մեքենա վարելով։ 6 բալը այս պայն ոչ մի ուրախ բան, ոչ մի հետաքրքիր բան։ Գոնե 7 չի էլի։ Հիմա 7 ու 6-ի միջև տարբերությունը այդքան էլ բայց մեծ չէ։ այդուհանդերձ։ Բայց մենք ձեզ մաղթում ենք լավ տրամադրությամբ օր, բնականաբար վայելեք մայիսի 6-ը, թող այն լինի ձեր կյանքի երջանիկ օրերից մեկը։ Եվ մի մոռացեք ֆիքսել գեղեցիկ պահերը, որpիսի հետո հեռախոսը թերթելիս ինչու ոչ գուցե հաճելի անակնկալներ տան ձեզ այդ ֆոտոները, որ հայտնվում են եւ հիշեք, վերհիշեք այն պահերն ու զգացողությունները, որ այդ պահին եք զգացել։ Եվ չնեղվեք այդ ֆոտոն նայելով։ Մտածեք, որ ինչ լավ օր էր։ Շատ լավ օր էր ու սիրեք ձեզ այնպեսին, ինչպեսին գաք, թող կյանքում բացառվեն ֆիլտրերը։ Ձեզ հետ էին Լուսինե Մուրադյանը Եվ Տիգրան Հարությունյանը։ Կհանդիպենք վաղը։ Հոգովը